Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի սրբավայրում նոր շունչ է առնում բնությունը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում, որտեղ հողի յուրաքանչյուր շերտ կրում է ազգի հիշողության ցավը, ծիլ են տալիս նոր կյանքեր, մշտադալար եղևնիների տեսքով։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարձրադիր լանջին սկսվել է լայնածավալ ծառատունք, որի նպատակն է տարածքը վերածել կանաչապատ կենսունակ գոտու։ Նախաձեռնության հեղինակ Արտաշես Սարգսյանը ծառատունկը սկսել էր 5000 եղևնի տնկելու մտադրությամբ, սակայն նախագծի ընթացքն ու հանրության արձագանքը փոխեցին նրա մտադրությունը։ Այժմ նպատակը եղևնիների քանակը կրկնապատկելն է, այն հասցնելով 10,000-ի։ Քաղաքապետարանն անում, համ մեր այսօր կառավարությունն անում, մեծ գործ անում, բայց մենք պետք է սաղս համախմբվենք իրենց շուրջ, մեր պետության, մեր պետականության շուրջ։ Այս պահին արդեն տնկվել է 1200 ծառ, իսկ մինչև ամառ դրա թիվը կհասնի 2200-ի։ Նախաձեռնությունն ունի ոչ միայն բնապահպանական, այլև խոր մշակութային եւ հոգեվոր նշանակություն։ Այն է միավորել տարբեր ազգությունների եւ երկրների ներկայացուցիչների, որոնք ծառատունկին մասնակցելով դառնում են կենդանի կամուրջ անցյալի, ներկայի ու ապագայի միջև։ Յուրաքանչյուր տղամարդ կյանքի ընթացքում պիտի մի կարևոր գործ կատարի հանուն իր երկրի, իսկ երբ այդ գործը դառնում է միավորող կամուրջ երկու պետությունների միջև, այն ստանում է այլ իմաստ, դառնում է ոչ միայն պարտք, այլ կոչում։ Երբ ես ծառ էի տնկում, դա պարզապես բնապահպանական քայլ չէր։ Դա քայլ էր միտված հայ-ուկրաինական բարեկամություն ամրապնդելուն։ Մեկ ծառ տնկելն ինձ համար համարժեք է մեկ կյանք պարգևելուն։ Թող այս ծառերը դառնան կամուրջ Հայաստանի եւ Ուկրաինայի միջև։ Թող դառնան խորհրդանիշ մի բարեկամության, որը սնվում է հիշողությամբ, շնչում է ներկայով եւ ապրում ապագայի հույսով։ Այս նախաձեռնությունը միավորում է մեզ ազգերի ծանդին, լեզուների ծանդին, որովհետև մենք արդեն ունենք ընդհանուր արմատներ, սերմանած հողում եւ ընդհանուր երազանքներ երկնքի տակ։ Ծառատունկը միտված է նաև մայրաքաղաքի էկոհամակարգի բարելավմանը։ Մշտադալար եղևնիներն օգնում են մաքրել օդը, ամրացնել հողային շերտը եւ նպաստել կենսաբազմազանության ապահովմանը։ Ի տարբերություն կանաչապատման այլ ծրագրերի, այս նախաձեռնությունը կրում է նաև խորհրդանշական բովանդակություն։ Ծիծեռնակաբերդում տնկվող յուրաքանչյուր ծառ հիշեցնում է անցյալի մասին, միաժամանակ խորհրդանշելով նաև ապագայի հավատն ու շարունակությունը։ Նախաձեռնությունը շարունակում է գրավել բազմաթիվ կամավորների։ Բազում համայնքներից տարբեր տարիքի անձինք մասնակցում են ծառատունկին, այդպիսով իրենց նպաստն ունենալով ինչպես հուշի պահպանմանը, այնպես էլ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Ես երկար տարիներ ապրում եմ Ուկրաինայում, բայց միշտ երազել եմ իմ երկրի համար որևէ լավ բան անելու մասին։ Եվ սա լավագույն առիթն է վաղեմի երազանքս իրականացնելու համար։ Ես ուրախ եմ, որ այս նախաձեռնությանը մասնակցում են նաև փոքր երեխաներ, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր հայրենիքին եւ հետագայում դա նրանց համար լինելու է լավագույն օրինակ։ Մեկ ծառ տնկելն էլ մեզ օգուտ է մեր պետությանը։ Իմ կարծիքով նախաձեռնությամբ մենք մեծ գործ ենք անում մեր պետության համար եւ հույս ունեմ, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական եւ մենք կունենանք հարուստ բնությամբ Հայաստան։ Մեր ուկրաինական համայնքն արդեն երրորդ անգամ է Ծիծեռնակաբերդում մասնակցում եղևնուտի ստեղծման աշխատանքներին։ Մենք նպատակ ունենք այս քայլով միավորելու երկու երկրների ժողովուրդներին։ Մի քանի օր հետո, ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 110 տարին, եւ մենք ամեն տարի գալիս ենք Ծիծեռնակաբերդ եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում զոհերի հիշատակին։ Այս տարին էլ բացառություն չի լինի եւ ես ուզում եմ ասել, որ մենք հայ ժողովրդի կողքին ենք։ Նախաձեռնությունը կլինի շարունակական, իսկ նպատակը մեկն է՝ Ծիծեռնակաբերդը վերածել բնության ու հիշողության ներդաշնակության եզակի վայրի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։